Սեպտեմբերի 23-ին Մերձավանում իր տան բակում սպանվեց Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը եւ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։ Սպանությունից անցել է շուրջ 2.5 ամիս եւ մինչ օրս շատ հարցեր մնացել են անպատասխան։ Ով կամ ովքեր էին պատվիրատուները, ուր գնացին նրանք դեպքից հետո եւ ինչ է անում իրավապահ համակարգը պատվիրատուներին պատասխանատվության կանչելու հարցում։ 3 Արմրու լրատվականը հրապարակեց տեսանյութ, որտեղ Մերձավան համայնքի նախկին ղեկավար ՔՊԱ-ական Մհեր Ախտոյանը իրավապահների մոտ բղավում ու սպառնում է Փարաքարի համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանին, որ նրա գլուխը կուտի։ Այս հայտարարությունից գրեթե 7 ամիս անց սեպտեմբերի 23-ին իր տան բակում սպանվեց Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը եւ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։ Ախտոյանների եւ Գրիգորյանների միջև արկա տարիներ շարունակ լարված հարաբերությունների մասին Արմրու լրատվականը բազմիցս գրել է, ու լարված հարաբերությունները սեպտեմբերի 23-ին ճակատագրական դարձան։ Արդյունքում հրապարակված աղմկարուստ տեսանյութի մասին զրուցել ենք Մերձավանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի եղբոր Փարաքարի ՔՊԱ-ական ավականու անդամ Դավիթ Ախտոյանի հետ, հասկանալու համար ուր է նրա եղբայրը եւ հնչած արտահայտությունները ինչպես կյանքի կոչվեցին։ Դավիթ Ախտոյանը ներկայացնում է իր մեկնաբանությունը աղմկարուստ տեսանյութի մասով։ Պարոն Ախտոյան, 3 ժողովուրդ օրաթերթը հրապարակել էր աղմկահարույց ձայնագրություն, որտեղ լսվում է, որ ձեր եղբայրը Մհեր Ախտոյան իրեն ձերբակալելուց իր քրեական վարույթի հետ է կապված, որ իրեն, չգիտեմ, մամուլում հրապարակվել էր կաշառքի գործա, թե չգիտեմ, պաշտոնեական դիրքի չարաշահման գործա, բայց բոլոր դեպքերում Վալոդյա Գրիգորյանի սպանությունից առաջ Մհեր Ախտոյանը հնչեցրել է կոնկրետ արտահայտություն. Վալոդ գլուխդ ուտելու է։ Ես ուզում եմ այս մասով ձեր գնահատականը տաք։ Ինչ է կատարվել, այսինքն փաստացի սլաքները գնում են ձեր եղբորը։ Նայեք, ուրեմն անդրադառնամ այդ տեսաձայնագրությանը։ Այո։ Ուրեմն այդ դեպքը, որ իրմա փետրվարի 5-ի դեպքն է, երբ որված տարուն շահավորված Օհանյան Գրիգորը պարկած է այդ ասֆալտին կետնին մարդը։ Այո։ 40 հոգով զենքերով ու այդ քարագործությունը կատարեցին։ Ինչ որ մնում է իմ եղբոր կաշառքի, եղբորի կաշառքի գործով երբևից չի անցել, պարզ ասում եմ, երբևից կաշառքի գործով Հերքում է նման տեղեկությունը, շարաշահումքյարը կաշառքի գործով չի անցել, թերացվում է պաշտոնական դիրքի շարաշահումը, այլ պատասխանատվության է գրել է։ Ինքը բայց փաստացի Վալոդյա Գրիգորյանի գլուխ ուտելու հայտարարություն արել է, պարոն Ախտոյան։ Ես այդ հարցին sense կարող պատասխան, ասենք այսօր ելնում է տնից իր աղբորը տենում է գնդակը հարած ասֆալտին մահացած, sense կոնկրետ ու դրան ոնց եք նայում, ելնում է գնդակ, ու ասենք ինչի համար այդ արտահայտությունը, իսկ տեսա ձայնագրությանը նկա, որ 40 եւ ավել հոգի սիրված հիշում է, ուր դուք եք իշխում, Վալոդյա Գրիգորյանի հայրական տնից զինված ուրիշել է, ուր էին իշխում, ում բան վրա էին գալիս, ում զակազն էին կատարում, ում հորդորով էին գալիս, անդրադարձել եմ ուզում անեն Վալոդյա Գրիգորյանի եղբայրը, այդ անհատական արվեսը, որ կայանում Ախտոյանի ընտանիքի հասցեն ելույթները աղքանքի ինքն է ընտանիքն է, իսկ որտես մեկնաբանումը Սարազգին է հայոյում է, երբ անգամ ավել Ախտոյանն է հայոյում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սպանված Վալոդյա Գրիգորյանի հարազատներն էլ փաստացի լսել են եւ թե ինչպես է ձեր եղբայրն ասում է Վալոդ գլուխդ կուտեմ, ու փաստացի դա եղել է, ու հիմա չկա ձեր եղբայրը եւ նաեւ կարելի է հասկանալ սպանվածի հարազատների, չէ, այդ ցասում այդ իրենց եղբայրը, որը առնչություն չունի այս բանոցը, նախաքննությունը ընթանում է, նախաքննությունը ավարտել, այսքանը կարող ասել։